24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ինչ է սպասվում ապրիլի 16-ին Գյումրիում, դուք ինչ կանխատեսումներ ունեք որպես Գյումրիում ապրող եւ քաղաքական այս գործընթացներին ծանոթ մարդ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ասում են, որ իրենք ճիշտ են համարում, որ Սարիկ Մինասյանը իր տեխնացությունը ամեն դեպքում դնի։ Ինչ զարգացումներ կլինեն կարծում եք։ Եթե սովորական քաղաքական կյանքով մենք ապրենք, սովորական, այսպես ասած, հին Հայաստանում, բնականաբար կմտածեի, որ ուղղակի Սարիկ Մինասյանը պարապ է մնացել եւ հերթական անգամ ուզում է ինքն իրեն ներկայացնել, բայց ըստ դեպքում, եթե հաշվի առնենք, որ մենք գործ ունենք ԿՊ-ի հետ եւ գործ ունենք ԿՊ-ի լիդերի կառավարիչի հետ, որը ամեն ինչի ընդունակ, ես կարծում եմ, դա ուղղակի պատահական չի կարող լինել։ Հետևաբար սա հերթական անգամ ամբրապնդում է իմ մոտ այն վարկածը, որ Նիկոլի հետ ոչ մի դեպքում չարժի գնալ ընտրությունների եւ առհասարակ Նիկոլին չարժի որևէ հարցով վստահել եւ առհասարակ նրանց գործողությունների մեջ փնտրել որոշակի բարոյականություն կամ օրենքներին համապատասխանություն։ Հիմա ինչ են մտածել դուք կարծում եմ, որ այս պահին, ինչքան որ ես ճանաչում եմ ավականու ու ընդդիմադիր բոլոր խմբակցությունների անդամներին, հիմնականում ում որ ճանաչում եմ, բավականին լավ կարծիք ունեմ այն իմաստով, որ իրենք հստակ իրենց դիրքորոշումը մինչև վերջ կպնդեն եւ կտանեն առաջ, այսինքն իշխանությունը հնարավորություն չի ունենա նրանց մեջից ինչ որ մեկին որսալու։ Կարծում եք այս սցենարն են մտածել իրենք։ Բնականաբար իրենք կփորձեն առաջնահերթ այս սցենարը օգտագործել։ Եթե չստացվի դրանից հետո նոր արդեն կանցնեն այլ սցենարների։ Օրինակ ինչ սցենարների։ Գիտեք, շատ դժվար է ուշագրել, թե ինչ կարող է անել մի մարդ, ով մի ամբողջ հայրենիք է կործանել։ Այսինքն իր համար կոնկրետ կարմիր գծեր չկա, միակ կարմիր գիծը սեփական աթոռն է եւ հետեւաբար ամեն ինչ էլ կարելի է սպասել, բայց այստեղ նաեւ շատ կարևոր է, որ հենց ավականու անդամները միջև վերջ կարողանան հստակ իրենց դիրքորոշումը հայտնել եւ հստակ այսպես երկաթյա կամքով կանգնել իրենց սկզբունքների համար եւ նաեւ այստեղ շատ կարևոր է հենց Գյումրու բնակիչների, գյումրեցիների վերաբերմունք, այսինքն եթե Փաշինյանը զգացող իսկ ինքը արդեն զգացել է, որ գյումրեցիները պատրաստ են ցանկացած քայլի միայն թե իրեն եւ իր կուսակցության վերարտադրությունը չտեսնեն Գյումրիում, դա արդեն հստակ է։ Այսինքն շատ բան կախված է նաեւ հասարակության վերաբերմունքից, հասարակության ցուցաբերած գործողություններից եւ ինձ թվում է գուցեև ինքը ինչ որ մի ժամանակ ընկրկի եւ փորձի համակերպվել այդ իրավիճակի հետ, բայց նորանդիր քաղաքապետի համար շատ դժվար ժամանակներ է սպասվում իմ կարծիքով եւ նաեւ շատ դժվար փորձություններով լի ժամանակ կլինի նաեւ բոլոր այն ավականիներին, ովքեր չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր խմբակը։ Ինչ է օրինակ սպասվում։ Ինչ է հաջորդելու։ Ամեն ինչ, սկսած առաջնահերթ այս իշխանությունների մոտ ինչն է լավ ստացվում ցերպակալությունները։ Ու կարևոր չէ որևէ մեկի հետ կապված ինչ-որ քրեական, չգիտեմ, հանցագործության ինչ-որ նախանշաններ կան, չկան կամ ասեն կարևոր չի դե որևէ մեկը ինչ-որ բան գործել է, չի գործել, որովհետեւ մենք ամենայն դեպս վերջին տարիներին տեսանք, որ ցանկացած պահի ընդամենը դադարք սպիտակ թղթով է կարող է մարդը հայտնվել բանդում եւ շատ երկար ժամանակ մնա անազատության մեջ։ Եթե մենք նայում ենք որևէ քաղաքական բանդարկյալ այս ընթացքում որևէ հանցակ իրականում չէր գործել, բայց շատ-շատերը մնացին բանդում։ Այ ես ակամայից հիշեցի երջանկայի հիշատակարարում ենք Գրիգորյանին, ինչ էր ասել այդ մարդը։ Ես ինքս որպես գյումրեցի բացարձակապես իր ասածը չէի վիրավորել, որովհետև ինքը նախ գյումրեցիներին չէր վիրավորել, ինքը վիրավորել էր կամ ավելի շուտ չէր վիրավորել, ինքը որոշակի բնորոշում էր տվել կոնկրետ ինչ-որ մարդկանց խմբի, որոնց մասով բոլորն են այսօր բնորոշումներ տալիս եւ հակառակ խմբին է բնորոշումներ է տալիս արդեն 7 տարի եւ ավելի շատ նույն Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, բայց որևէ մեկը չհայտնվեց, չէ դարարկի համար բանդում։ Անկամ եթե պատասխանատվության պետք է ենթարկվեր, ոչ թե կալանավորում, որտեղ կալանավորումը ծանր դեպքերի կալանավորումը ինքը ամենածայրահեղ միջոցն է, կալանավորում երբ են կիրառում, երբ որ կամ արկա է վտանգը, որ նորից հանցանք կգործի, կամ հանցանքի պահին են ձերբակալել, կամ գործին կարող է խոչընդոտել։ Հա, կարող է խոչընդոտել, այսինքն իսկ այս դեպքում
այսինքն այնտեղ չէ կարող որևէ հանցակազմ լինել, այսինքն ինչ, եթե մարդուն հիմա որևէ մեկին բնորոշում է, դա նշանակում է հանցակազմ։ Ամեն դեպքում կանխատեսումները անում են դա բնականաբար։ Կանխատեսվում էր, որ մինչև ապրիլի 16 հնարավոր է Վարդան Ղուկասյանին կալանավորեն, բայց կարծես թե նման բան չկա, որովհետև քրեական գործեր է հարուցված եւ վերջին քրեական վարույթը վերաբերում էր իրեն վերագրվող ձայնագրությանը։ Բնականաբար այս վերջին ընթացքում տարբեր, այսպես ասած, նույնիսկ սեռական փոքրամասնություններ դիմեցին, չէ, հadoop այսպես իրանց վերաբերմունքը հայտնեցին, տադախազություն դիմեցին, այսինքն սա այդ նախանշաններն էր, որ ինչ-որ բան փորձում է այդ մարդու գլխում կարել։ Հետևաբար ես նորից կրկնվեմ, Նիկոլ Փաշինյանից կարելի է ամեն ինչ սպասել, որովհետև մարդը չունի կարմիր գծեր, իր միակ կարմիր գիծը նույնիսկ իր ընտանիքը չէ, իր աթոռն է։ Իսկ այդ աթոռի համար ինքը պատրաստ է ամեն ինչ զոհելու եւ պատրաստ է ցանկացած տեսակի հանցանք իրականացնելու եւ առհասարակ ես մի անգամ էլի առիթ ունեցել եմ ասելու, եթե վաղը մյուս օր տա Աստված մենք կարողանանք Հայաստանում իշխանությունը վերականգնել նորից հայ ժողովրդին եւ կարողանանք կրկին պետություն ստեղծել եւ գնանք Փաշինյանին արտարադատության առաջ կանգնեցնելու, ինձ թվում է ամենակիչը ինքը մոտ մի 1700 տարվա կդատապարտվի, այսինքն իրան այնքան իր այդ ցամաներն այնքան շատ է լինելու, որ այդպիսի մի աստղաբաշխական տարիների թիվ է կազմելու։ Այդ մարդը յուրաքանչյուր քայլին ինքը, ասենք, առավոտ քնից արթնանում է, արդեն Հայաստանի Հանրապետության որևէ այսպես իրավական խախտում թույլ է տալիս։ Ինքը 1000 անգամ սահմանադրության վրայով է անցել ու երևի քրեական օրենսգրքում է որևէ կետ չի մնացել, որ ինքը խախտած չլինի։ Հիմա ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ իրենք պարտված չեն, որովհետև իրենց տեխնացուն 17200 ձայն է ստացել եւ իրենք ճիշտ են համարում, որ պետք է անպայման տեխնացությունը դնի, թեև խմբակցությունը որոշում չունի, բայց ըստ երևույթին նաեւ նման որոշում կկայացնեն, որովհետև մի քանի պատգամավորներ այդ մասին խոսել են։ Հասկանալի է։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ասում էր, չէ, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Եվ արդեն 5 տարի է ինքը անընդհատ փորձում է մեզ ապացուցել, որ ինքը պարտված չի, հայ ժողովուրդը պարտված չի, բայց իրականում պարտությունը կա։ Ասում են ընդդիմությունն է անարդար խաղացել։ Մարդիկ ձայն էին տվել Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին, բայց այդ ձայները գնացին Վարդան Ղուկասյանին։ Բայց այդ քաղաքացիները չէին ուզում, որ այդ ձայնը օրինակ հնարավոր է, որ Վարդան Ղուկասյանին գնար։ Իրենք հենց Մարտուն Գրիգորյանին եւ Ռուբեն Մխիթարյանին էր գնալու։ Դուք պատկերացնում եք, ենթադրենք Մարտուն Գրիգորյանը կամ Ռուբեն Մխիթարյանը որոշեն եւ իրենց ձայները տային ԿՊ-ին, ինչ կլիներ իրենց հետ։ Անկեղծ իմ երևակայությունը ինձ թույլ չի տալիս այդ մասը մտածել։ Սա հերթական, այդ տեսեք, այդ նույն իմ ասածի շարունակությունն է։ Նիկոլ Փաշինյանը ամեն երևույթի մեջ միշտ փորձում է գտնել այն կետը, որի վրա ինքը մանիպուլյացիաներ կան, ինչպես արել է վերջին 7 տարում։ Սա հենց այդ նույն ԿՊ-ի ամենամեծ, չգիտեմ, մանիպուլյացիաներից մեկն է, երբ որ ասում են, որ խաբել են։ Լավ, եթե այդ նույն մարդը գնաց է Մարտուն Գրիգորյանին է քվեարկել է Մարտուն Գրիգորյանին առաջնահերթ դեմ քվեարկելով ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Սարեգին։ Սարեգը իրականում ինքը Գյումրիում երբեք է ֆիգուր չի եղել եւ այս ընթացքում իրան ուղղակի ԿՊ-ն եւ նաեւ ընդդիմադիրների շատ այսպես սխալների արդյունքում ինքը դարձավ ոնց որ թե քաղաքական ինչ-որ դեմք, բայց իրականում ինքը որպես այդպեսին Գյումրիում միշտ էլ տարբեր մարդկանց հովանոցների տակ եմ անեկել։ Եվ հիմա դուք պատկերացրեք, ասենք թեկուզ լավ Կարեն Սիմոնյանը կնար եւ իր ձայները տար ԿՊ-ին, ինչ կլիներ այդ մարդու հետ։ Այստեղ որևէ անազնիվ խաղ չկա։ Իրականում այո, մարդիկ հավաքվել են եւ տեսել են, որ կամ համապատասխան հարմար են գտել, որ պետք է դա ձայները կնա Վարդան Ղուկասյանին։ Օրինակ կարող է եւ չգիտեմ, ինչ-որ մի փուլում որոշեին, իրենց մեջ որոշեին եւ ընդհանրենք Ռուբեն Մխիթարյանին դարձնեին քաղաքապետ։ Կամ կարող է վաղը մյուս օր հենց ավականուն նիստի ժամանակ որոշեն, որ քաղաքապետը լինելու է ոչ թե կոմունիստական կուսակցության խմբակցությունից, այլ կլինի այլ խմբակցությունից։ Այսինքն այստեղ դա էական չի, այ էականը կարևորը նա է, որ ընդդիմադիր զանգվածին իրապես չեն խաբել, ձայներ չեն տվել իշխանությանը։ Իսկ վաղը մյուս օր հնարավոր է այլ խմբակցությունից կլինի։ Այստեղ այ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր իրենց հրճակված այ քաղաքական ուժերը իրենք միջև վերջ կարողանան իրենց սկզբունքայնությունը տանել առաջ եւ միջև վերջ կարողանան իրենք այդ խմբով ճիշտ համագործակցել եւ ճիշտ աշխատել իշա մեր քաղաքի իշա մեր։ Այս հարցում եւս կասկածներ ունեք, որ հնարավոր է չկարողանան համախմբվել եւ իշա չաշխատեն, այսինքն Գյումրիում ճգնաժամ ձևավորվի։ Ճանաչելով կարծում եմ, որ իրականում այդ խնդիրը այնքան էլ չկա,
որովհետև ես շատ լավ ճանաչում եմ թե Վարդան Ղուկասյանին, թե Մարտունին, թե Ռուբենին, թե Կարենին շատ լավ եմ ճանաչում, բոլորը հետ էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում այսօր էլ միշտ շփումներ ունեցել եմ։ Այս խնդիրը դա չի, բայց ես նաև շատ լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանի նենգությունը։ Եվ ես նորից եմ ասում, իմ երևակայությունը չի կարող ինձ թույլ տալ, որ ես կարողանամ գուշակել, թե ինքը էլ ինչ կանի։ Այսինքն կարող է ազդել ընդդիմության վրա, ասենք, ում երեխային ինչ վադություն կանի, ում ծնողին ինչ վադություն կանի, կամ ինչպիսի իրավիճակ կստեղծի։ Այսինքն ճնշումներ գործադրի ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Միանշանակ այդ ճնշումները նաև կային դեռևս քարոզարշավային շրջանում, եթե հիշում եք։ Այսինքն յուրական միջև քարոզարշավը սկսելն էր այդ ճնշումները կային։ Եվ ես կարծում եմ, որ այդ ճնշումները ինքը ավելի ուժեղացնել է, որովհետև Գյումրին ամենայն դեպս իրեն հետաքրքիր է նաև ինչով վաղը մյուս օր իր թուրքասիրության դրսևորումները նաև Գյումրիով են անցնելու։ Այ որ փորձեն սահման բացել եւ ամբողջական այսպես Հայաստանի տնտեսություն ավիրեն, նաև այդ երկաթգիծը Գյումրիով է անցնելու, չէ՞։ Վաղը մյուս օր որ իրեն հրահանգ կա, որ դե ռուսական զորքերը ամբողջովին դու Հայաստանից հեռացնես, ինքը դա Գյումրիում պետք է անի, չէ՞։ Այսինքն իրեն այդտեղ պետք էին մարդիկ, ընդ որում անսկզբունք մարդիկ, որոնք կանեին այն յուրաքանչյուր քայլը, ինչը ինքը պահանջում էր։ Եվ այսօր ինքը մի հատ շատ կարևոր իր համար խրամատ է կորցրել։ Եվ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ խրամատը հետ վերադարձնի։ Հիմա այս ամենը ազդելու է, կարծում եք, ընտրությունների վրա եւ առասարակ ինչ պատկեր կլինի 2026-ին եւ ընդդիմությունը ինչ պետք է անի այս ուղղությամբ։ Կարծում եմ մենք պետք է մտածենք մեր յուրաքանչյուր հաջորդ օրը ճիշտ պլանավորելու եւ ոչ թե 2026-ին, որովհետեւ 2026-ին գուցե Հայաստան չլինի կամ այսօրվա տեսքը չի ունենա։ Քիչ առաջ ասացիք, որ ճիշտ չեք համարում ընտրություններով իշխանափոխությունը, այսինքն չեք հավատում, որ ես չեմ ասել, որ այս ընտրություններով իշխանափոխությունը ճիշտ եմ համարում, ընդհանրապես ես միշտ ասում եմ, ասացիք ճիշտ չեք համարում։ Իհարկե ճիշտ չեմ համարում, տեսեք մենք ուղիղ արդեն 2-3 ամիս է անընդհատ խոսում ենք միայն Գյումրի քաղաքի ընտրությունների մասին եւ Հայաստանի այն բոլոր գլոբալ խնդիրները մոռացել ենք։ Այսինքն այստեղ հենց Գյումրու ընտրություններն էլ ինքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին գնալը շատ սխալ է։ Բացի նրանից 1 տարին չափազանց վտանգավոր ժամանակ է մեզ համար։ Եթե մենք փորձենք Փաշինյանի այսպես հետագիծը նայել, յուրաքանչյուր տարի ինքը ինչ-որ մի բան մեր երկրից տվել է մեր թշնամիներին։ Եվ եթե այսօր մենք այս վիճակում նստենք, այսպես խելոք սպասենք, որ այ կգա 2026 թվական Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, ԿՊ-ից ժողովուրդը զզվում են, հայերենը դարել է բավականին նորաձև երևույթ, մենք արդյունքում մի օր կարթնանանք եւ կտեսնենք մեր տների վրա կամ թուրքական կամ ադրբեջանական դրոշներ։ Հետեւաբար իրեն պետք է ավելի օր շուտ, 1 ժամ շուտ, րոպե շուտ իրենից պետք է ազատվել։ Եվ ինչպես ազատվել։ Ընդդիմությունը ձեռնարկեց փողոցային պայքարներ 3 անգամ, բայց այն հաջողություն չունեցավ։ Իսկ ինչի չունեցավ։ Այ մենք պետք է դրանից հետևություններ քաղենք եւ փորձենք պայքարի ձևը նաեւ։ Ասում են ժողովուրդը միանում էր, բայց երկարատև չէր միանում պայքարին, պատրաստ չէին երկարատև պայքարին։ Հետևաբար պետք է նաեւ այլ գործիքներ օգտագործել։ Օրինակ այսօր բավականին շատ է խոսվում մի շատ կարևոր սահմանադրական գործիքի մասին, որը կոչվում է impeachment, անվստահություն։ Եվ դրա հիմքերը ամբողջովին կա, ես վստահ եմ, որ շատ ճիշտ կլինի հենց այդ գործընթացով գնալ առաջ։ Որովհետև գոնե այդ գործիքը մենք մինչև այսօր չենք փորձարկել։ Այո, փողոցով ժողովուրդը շատ հավաքվել է, բայց ժողովուրդը ինքը կոնկրետ գործողություններ է պահանջում։ Այսօր դու ժողովրդին չես կարող համոզել, որ դու նորից գաս փողոց եւ 3 օր պետք է նստես։ Եվ առավել եւս այսօր յուրաքանչյուր իրեն հարգող Հայաստանի քաղաքացի ինքը ուզում է ինչ-որ մի կերպ նպաստել այս երկրում այս իշխանությունների հեռացմանը եւ ինքը ոչ թե մենք պետք է այդ մարդկանց բերենք շատ այսպես пассив միտինգավորի կամ ուղղակի քայլող երթանողի կարգավիճակով, մենք պետք է յուրաքանչյուրին բերենք փողոց նաև որոշակի հանձնարարությունով եւ որոշակի պատասխանատվության շրջանակներում։ Այսինքն օրակարգ բերվի եւ ժողովուրդը դրանից կողքեվորվի դուրս կգա փողոց, բայց այդ օրակարգը որքանով է իրատեսական։ 30-ից 34 ձայն է պետք, որպեսզի այդ գործընթացը կյանքի կոչվի։ Արդյոք ԿՊ-ից այդքան ձայն կտան Փաշինյանին եւ պատգամավորները դուրս կգան Փաշինյանի դեմ։ Եթե ճիշտ կազմակերպվի միանշանակ կլինի։ Օրինակ 2018 թվականին շատ պատգամավորներ գնացին Նիկոլ Փաշինյանին ընտրեցին որպես վարչապետ, չէ՞։
Ինչի որովհետև փողոցներ դուրս հանեցին տակառներ։ Կար այդ ճնշումը, իսկ ով ասաց, որ հիմա չի լինելու այդ ճնշումները։ Այսինքն ես կարծում եմ, որ ինքը կարող է շատ ավելի նպատակային աշխատի, քան եղել են, ասենք, այդ սովորական մեր արդեն փորձած միտինգները։ Տեսեք, շատ պարզ պատճառով վերջին տարիներին բոլոր փողոցային միջոցառումների ժամանակ ինչ է եղել։ Ժողովուրդը առաջնահերթ հենց ասել են, որ պիտի փողոց դուրս գանք, ժողովուրդը հարց է տվել, չէ՞, բոլոր ընդդիմադիրներին։ Ասել է, ով պետք է լինի առաջնորդը։ Ու այդպես էլ մենք որպես այդպեսին առաջնորդ չենք ունեցել։ Միայն Սրբազան պայքարի ժամանակ էր, որ Պակրատ Սրբազանը ինքը հայտարարեց, որ ես կարող եմ, այո, բայց նաև Պակրատ Սրբազանը խոսեց ժամանակավոր իշխանություն ձևավորելու մասին, իսկ հասարակությունը արդեն էքսպերիմենտալներ չէր ուզում։ Դե բայց օրենքը թույլ չէր տալիս, որ ինքը լիներ։ Հասկանում եմ, օրենքը կարող էր եւ նաեւ թույլ տալ, այնպես չի որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օրենքների շրջանակներում է արել, ամենամեծ օրենք թելադրող եւ ամենամեծ օրենքը գրվում են սովորաբար հրապարակներում։ Հետեւաբար, բայց Պակրատ Սրբազանը ինքը նաեւ որպես եկեղեցական լինելով ինչ ասաց այդ մարդը, ասաց ես կարող եմ ժամանակավոր անցումային կառավարություն ղեկավարել, իսկ ժողովրդին անցումային կառավարություն այլևս պետք չէ, եթե դա կարող էր 20 թվականին աշխատել, բայց ինչ որ կերպ վիժեցվեց, ինքը 25 թվականին, 24 թվականին այլևս չէր աշխատելու, որովհետև ժողովուրդը այսօր ինչ է ուզում, հստակ ուզում է այնպիսի մի իշխանություն, որը կգա շատ արագ ամեն ինչ կհավաքի իր ձեռքը եւ կսկսի այս բոլոր տարիների ընթացքում ուղարկված խնդիրներին արագ լուծումներ տալ։ Այսինքն ժողովուրդը դա է ուզում։ Հետեւաբար այստեղ ընդդիմադիրների միակ եւ կարեւոր գործողություններից մեկը ժողովրդին ընդունելի լիդեր առաջարկելն է։ Եվ ամենակարևորը այստեղ ոչ թե մեկ հոգու, իմ կարծիքով նաև հստակ թիմ, այսինքն գալիս են 10-20 մարդիկ, ովքեր ներկայանում են եւ ասում են, որ այ մենք ենք գալու եւ մենք կկարողանանք այս խնդիրները լուծել, որովհետեւ ունենք եւ համապատասխան փորձը եւ գիտելիքները եւ ամենակարևորը կամքը։ Բայց հիմա ընդդիմությունն համախմբված չէ, այս դեպքում ինչպես է լինելու։ Տեսեք, այս դեպքում ընդդիմության համախմբվել կամ չհամախմբվելը կարևոր այդքան էլ չի, այստեղ կարևորն այն է, որ ընդդիմությունը յուրաքանչյուր պատգամավոր եւ առհասարակ յուրաքանչյուր գործիչ ինքը այդ գործընթացի մեջ տեսնի իր գործողությունների ծրագիրը եւ հստակ ինքը գիտենա իր պատասխանատվության ոլորտը, որովհետեւ տեսեք այսօր ինչ է կատարվում, շատ-շատերը նույնիսկ իրենց թաղամասում հայտնի չեն, նույնիսկ իրենց թաղամասում չեն կարող 10 հոգի հավաքել որոշակի գործողություններ անել, բայց չափազանց մեծ ամբիցիաներ են ունենում։ Իսկ այ ռեալ փողոցային պայքարը, որը կարող է ձևավորվել իմպիչմենտի շուրջ, սա նաև հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր լիդեր իրականում հասարակությանը ներկայանա իր բոլոր հատկություններով եւ ընդունակություններով։ Եվ սա ամենակարևորը, տեսեք, Փաշինյանի համար միշտ հեշտ է եղել յուրաքանչյուր անգամ փողոցային պայքարը ճնշել, որովհետև փողոցային պայքարը ինքը կենտրոնացված է եղել մի վայրում եւ իր համար շատ հեշտ է եղել, բայց եթե իմպիչմենտի շրջանակներում մենք կարողանանք ձևավորել նաեւ աբա կենտրոնացված պայքար, իր ոչ կարմիր բերետավորները կհասցնեն այդ միտինգները ցրել, ոչ էլ իր, այսպես ասած, հավատարիմ թեփեականները կկարողանան։ Տարբեր վայրերում արվում էին բողոքի ակցիաներ, այնպես չէր մի վայրում էր արվում։ Համենայն դեպս ոչ այդ մասշտաբը։ Իսկ այ եթե այսօր դուք ենթադրենք կունենանք մի իրավիճակ, որ մարդիկ պետք է գնան, ուղղակի խնդրեն իրենց թաղամասում ապրող պատգամավորին, դուք պատկերացրեք արդեն այդքան պատգամավոր հետևից գնալուց ինչքան այսպես մեծածավալ պայքար կձևավորվի։ Ու բնականաբար ժողովուրդը նաև այստեղ շատ ավելի պատասխանատու կերպով կգա փողոց, որովհետև ինքը կհասկանա, որ ինքը պետք է գնա իրենց թաղամասում ապրող պատգամավորին խնդրելու, համոզելու, եթե չընդունես, նաև պահանջելու։ Այսինքն մարդը սովորական, այսպես արևի տակ, անձրևի տակ կանգնող քայլող միտինգավորից կվերածվի արդեն երգիր փրկող քաղաքացու, այսինքն ինքը կունենա կգնահատի ու կգիտակցի իր ամբողջ պատասխանատվությունը։ Իսկ սա կարծում եմ շատ կարևոր նշանակություն կունենա, որպեսզի իմպիչմենտը եւ նրա շուրջ ձևավորվող փողոցային պայքարը իսկապես հաջողություն ունենա։ Այսինքն դուք կարծում եք, որ ԿՊ պատգամավորներից շատերը ուզում են հեռանալ Փաշինյանից, բայց չեն հեռանում եւ իրենց առիթ է պետք։ Ես այդպես չեմ կարծում, որ ուզում են հեռանալ, եթե մարդը ուզենար հեռանալ, կթողներ կհեռանար, բայց իրենք հաշվի առնելով նաեւ տարբեր հարցեր կան։ Հասկանում եմ, բայց հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ովքեր են հիմնականում ԿՊ պատգամավորները, մարդիկ, ովքեր այն ժամանակին ինչ որ կերպ
կներեք բառիս համար հայերենը չկա, վերբովկա են արվել կամ հավաքագրվել են ներկա անձանց կողմից, չէ, այսինքն մարդիկ ովքեր չափազանց խոցել են, այդ նույն խոցելի մարդկանց կարել իրենց թաղամասի բնակիչները, իրենց քաղաքի բնակիչները կարող են շատ ավելի լավ խոցել եւ կարող են հասցնել այնպիսի մի իրավիճակի, որ իրենք իսկապես ստիպված կնան եւ կատարեն ժողովրդի կամքը։ Կամ եթե ասում ենք նրանք չեն ուզում, իսկ մենք իրենցից որևէ այս վերջի 5 տարում եղել է մի դեպք, որ իրենցից որևէ մեկից պահանջենք, որ դու պետք է դու սկաս քո, չգիտեմ, տիրոջ դեմ։ Մենք որևէ մեկից չենք պահանջել, մենք առհասարակին չենք արել, խոշոր հաշվով միայն իրենց փորձել ենք հայոյել, փորձել ենք իրենց այսպես շատ վատ վիճակների մեջ տնել եւ փորձել ենք իրենց ուղղակի վիրավորել, այսպես նեղը գցել։ Իսկ այս դեպքում մենք կարող ենք նաև վերջին անգամ իրենց հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրենց մեղքերից ազատվեն։ Մենք հնարավորություն տանք, որպեսզի իրենք ճիշտ ճանապարհին ցույց տան։ Այս օրակարգով պետք է փողոցային պայքար սկսի։ Սա իհարկե իմ կարծիքն է, բայց ես կարծում եմ, որ այո, իմպիչմենտը շատ կարևոր գործիք է, որը պետք է հստակ օգտագործել։ Ինքը կարող է եւ հնարավորություն ունի ճիշտ օգտագործելու դեպքում ունենալ ռեալ արդյունք, որովհետեւ ես նորից կրկնեմ, սա կլինի այն միջոցառումների շարքը, այն հնարավորությունները, որ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր հստակ պատասխանատվությունը, իր հստակ անելիքը եւ այսօր պատկերացրեք շատ շատերն են պատրաստ փողոց դուրս գալու, եթե ինչ որտեղ մեկը վախենում է գնալ, ասենք, վարչապետի թեմը կանգնելու, վարչապետից պահանջել ինչ-որ բան, ինքը հաստատ չի վախենա իր թաղամասում ապրող պատգամավորի դիմացը կտրել եւ այդ պատգամավորից ինչ-որ բան պահանջել։ Բայց ամեն դեպքում այս գործընթացը կյանքի չի կոչվում, միգուցե իրենք աշխատելով պատգամավորների հետ ընդդիմությունը ավելի լավ է ճանաչում եւ մտածում են իրատեսական չէ այս ամեն ինչը։ Ինչ խնդիր կա, ինչու այսօր այս հարցը չի Իրականում ես չեմ լսել այդպիսի որևէ մեկից պատասխան, որ այս գործընթացը չի կարող իրականացվել, որովհետև մենք ԿՊ-ին լավ ենք ճանաչում։ Ընդհակառակը ես լսել եմ հետևյալը, ավելի շատ, որ փողոցում չի հավաքվել համապատասխան քանակի ժողովուրդ, որովհետև մենք կարողանանք դա իրականացնել։ Չի հավաքվել, որովհետև ճանապարհը եղել է այլ ուղղությամբ։ Իսկ այս դեպքում արդեն ճանապարհի ուղղությունն էլ կփոխվի եւ գուցե կամ ավելի շուտ ես վստահ կարող եմ ասել, որ այս դեպքում ժողովուրդը շատ ավելի պատասխանատու կերպով կմոտենա այս հարցին։ Եվ հետո օր-օրի մենք չմոռանանք, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի դժվար է դառնում, ամեն ինչ շատ ավելի այսպես արագ է գնում դեպի կործանում եւ մարդիկ էլ այդ ամեն ինչը ճիշտ տեսնում են։ Այստեղ խնդիրը ուղղակի իմ կարծիքով, որ մինչև հիմա չի իրականացվել, չի եղել, որովհետև կոնկրետ քաղաքական, այսպես ասած, էլիտաների մեջ չի եղել հստակ կոնսենսուս տեխնազուի հարցով։ Հետևաբար իմ ձեր բոլորիս խնդիրն էլ կայանալու է նրանում, որ մենք կարողանանք թե ժողովրդին եւ թե նույն պատգամավորներին օգնենք, որպեսզի ճիշտ ընտրություն կատարենք եւ ճիշտ տեխնազու առաջարկենք, որը կարող է ավելի ընդունելի լինի։ Հավանաբար հիմա առավել քան այդ ընդհանուր տեխնազուն չի կարող լինել միասնական տեխնազուն, հաշվի առնելով այն լուրջ տարաձայնությունները, որ ունեն։ Հասկանալի, հետևաբար տեսեք, դրա համար կան նաև այլ տարբերակներ, օրինակ իմ շատ լավ ընկերն Արեգ Մայլյանը ինքը այդ մասով տարբեր լուծումներ առաջարկել է, եւ եթե պատգամավորները կամ քաղաքական ուժերի ղեկավարները չեն կարողացել ենթադրենք գտնել որևէ մեկին, գուցե մենք բոլորս գտնենք։ Ինձ թվում է այսօրվա ժամանակակից Հայաստանում դժվար չի հայտնաբերել օրինակ այն անհատին եւ ոչ միայն անհատին, նաեւ այն թիմին, որը կարող է եւ իզորու է ինչ-որ հարց լուծելու։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ժողովուրդը պետք է տեսնի հստակ ճանապարհ։ Այ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչն էր կարևոր, որ ինքը բացի նրանից, որ ուներ հզոր հովանավորներ, ինքը նաև իր քայլելուց առաջ տվեց հստակ ծրագիր, չէ, որ այս օրից այս օրը սա եմ անում, հաջորդ փուլում սա եմ անում եւ այսինքն ինքը տարբերակով գնաց առաջ եւ վերջին 5 տարում ժողովուրդը միշտ մեզանից նաև պահանջել է այդ օրակարգը։ Այսինքն երբ որ ես չգիտեմ, ըստեյության Փաշինյանը առանձնապես քաղաքական օրակարգ չէր ներկայացնում, միայն մեթոդներ ուներ։ Ինքը մեթոդներ է ներկայացնում։ Բայց չէր ասում թե ինչ է լինելու, ես օրինակը բերեմ իմ հետ, երբ որ ես զանգում եմ, ասում եմ ժողովուրդ հավաքվեք իմ ընկերներին, իմ գաղափարակիցներին, մենք գնալու ենք միտինգը, մարդիկ միշտ ինձ հարց են տալիս, որ գնալու ենք, ինչ պետք է անենք։ Այ իմպիչմենտի դեպքում մենք հստակ կասենք ժողովուրդ ջան, գնալու ենք, օրինակ Սարուխանյան Կարենյանց թաղամասը փակելու։ Չենք ծեծում, չենք խփում, չենք հայում, գնում ենք թաղամասը փակում ենք ու իրեն համոզում ենք, որ ինքը պետք է գնա հագարակը քվեարկի։
պետք է գնա եւ մեր օգտին անի։ Այսինքն այս դեպքում արդեն իմ համակիրը, մյուսի համակիրը ինքը հստակ կունենա իր գործողությունների պլանը, ինքը հստակ կունենա իր պատասխանատվությունը եւ սա ավելի արդյունավետ կլինի, քան բերել արևի տակ կանգնելը։ Թիրախավորել չի նշանակում արդյոք պատգամավորներին։ Ես չթիրախավորեցի, ինչ է նշանակում հոգեբանական ճնշում գործադրել։ Եթե մենք գնում ենք մարդուն պահանջում ենք, ասում ենք ախպեր ճիշտը սա է երկրի համար, դա հոգեբանական ճնշում է գործադրել է։ Այդ նույն տարբերակով Նիկոլ Փաշինյանը ամեն օր Փաշինյանի դակաղների ինքը ամեն օր մեծ հոգեբանական ճնշման է գործադրում։ Այդ մարդը ինչ է ասում, անցած տարի այս ժամանակներից սկսած ինքը ամեն օր ինչ էր կորում, եթե չհանձնենք իրանցը պատերազմ կսկսվի։ Հիմա արդեն ինքը գնացել է Սյունիքում, դա է նորը, չէ ինքը մեզ ամեն օր հոգեբանական ճնշման է գործադրում։ Իրեն կարելի է, մեզ չի կարելի։ Դեպ սահմանի մասին էլ խոսենք, կրակոցներն արդեն տևական ժամանակ է, իշխանությունից ասում են, որ սահմանին կրակոցներ են, բայց ուղղված չեն բնակավայրերին եւ սահմանագծին ուղղակի օդ են կրակում։ Դուք ինչ վտանգներ եք տեսնում եւ այսօր Խնածախի մշակույթի տունն էր վնասվել։ Ես կարծում եմ, որ որպես այդպեսին պատերազմը 2020 թվականից չի ավարտվել, մինչև այսօր շարունակվում է։ Ուղղակի պատերազմի դրսևորումներն են փոխվել։ Ադրբեջանցիները կռվեցին այնքան ժամանակ, ինչքան ի վիճակի են կռվելու, իսկ դրանից հետո իրանք սկսեցին արդեն տարածքները ուղղակի նվիրել տարբեր պայմանագրերի շրջանակներում կամ տարբեր հայտարարությունների շրջանակներում։ Այսօր նույնն է, դա ռազմական գործողությունները շարունակվում է։ Եվ եթե օրինակ ԿՊ-ն ինքը չի տեսնում այդտեղ վտանգ, շատ լավ կլիներ, որ իրանք գնային մի գիշեր, օրինակ Խոզնավարում մնային։ Թող կնային մի գիշեր այնտեղ քնեին, տեսնեմ այդ համարձակությունը կունենային, որ կնային։ Այսօր Վահե Ղալումյանը մեզանից նեղանում է լրագրողներից, ասում էր ես Տավուշից եմ եկել եւ այնտեղ կրակոցներ չկան եւ ժողովուրդը կրակոցներից չէր խոսում։ Մինչդեռ դրանից առաջ հենց Տավուշի գյուղերից էին ահազանգում, որ կրակոցներ են լսվել։ Ցանկացած պահի մենք կանգնած ենք իրապես մեծ վտանգների առաջ եւ այդ համար եմ ասում, որ մենք օր առաջ պետք է այս իշխանություններից կարողանանք ազատվել, իսկ այդ կրակոցները իրենք գիտեք զենքը ցանկացած զենք նույնիսկ եթե տունը պահում ես ինքը ինչ որ պահի իր մեջ վտանգ է ներգրավում եւ եթե այսօր ադրբեջանցին արդեն այդ կան հանդուկն է որ ինքը հասել է մեր քթի տակ ու ինքը կարող է թեգուզ իշխանության ասած տարբերակով օդի մեջ իզուր տեղը կրակել դա պատահական չի կարող լինել մեր ժողովրդի մեջ կա քյոր գյուլա հասկացողություն չէ որ ինչ որ մի պահի ինչ որ մեկին կյանքին կարող է վերջ տրվել այսինքն սա ոչ միայն Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշումը մեծացնելու փորձը եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից մեզ շանտաժելու փորձը, որ այ պետք է տանք, որովհետեւ պատերազմ կլինի, ինքը նաեւ հղի է շատ լուրջ վտանգով, որ կարող է իսկապես դառնա լուրջ ռազմական գործողությունների սկիզբ եւ ցավոք սրտի ռազմական գործողություններ, որի դեպքում մենք նորից չենք ունենա նորմալ գերագույն գլխավոր հրամանատար, որը ի վիճակի կլինի մեզ առաջնորդելու եւ կռիվ տանելու։ Հետևաբար ինչպիսի փաստաթղթով էլ մեզ փորձեն համոզել, միևնույն է, քանի մեր թշնամին այսքան լկտիացած է, որևէ խաղաղության մասին խոսք չի կարող լինել։ Հիմա որ իշխանափոխություն լինի, Ադրբեջանը չի կրակելու։ Ձեզ մի հետաքրքիր դեպք պատմեմ իմ կյանքից։ 2023 թվականի մայիսին ստացվեց, որ մենք գնացինք տեղ գյուղ ու մեր ընկերներին աշխարհազորի տեղեկին պետք է որոշակի բաներ փոխանցեինք ԱԱՑ-ն այն ժամանակ արդեն տեղադրել էր իր անցակետը եւ թույլ չէր տալիս Կորնիձորի հատվածից որովհետեւ մենք կարողանայինք մտնել մոդենալ պոստերին քանի որ ես կամուֆլյաժով էի զուտ դրա համար որբիսի այդ խնդիրը ինչ որտեղ լուծվեր, մենք ճանապարհ գտանք եւ տղաների մոտ դուրս եկանք տեղ գյուղի գերեզմանոցի հատվածից եւ ավտոմատ հայտնվեցինք թուրքական զորքերի ադրբեջանական այսպես ասած զորքերի թիկունքում։ Ու գիտեք դուք իրենց դեմքի արտադրությունը պետք է տեսնեք, ընդամենը 5 մետր հեռավորության վրա են եղել ինձանից կանգնած ու դուք իրենց վախը պետք է տեսնեք։ Ու դա նրանից չէր, որ ես, չգիտեմ, վախենալու թրաշ ունեի կամ Ռեմբոն էի, չէ, բացարձակապես ուղղակի ես իրենց համար անծանոթ էի։ Իրենք մեր զորքից, մեր աշխարհազորի տեղեկից կանգնած էին ընդամենը 10 մետր հեռավորության վրա, բայց իրենք գիտեին, որ այնտեղ չկարագելու հրաման է տված։ Այ դրանից իրենք չէին վախենում, բայց տեսնելով անծանոթ մարդկանց, ովքեր հայտնվեցին իրենց թիկունքում, իրենք վախեցան։ Կարծում եք իշխանափոխությունից կվախենան։ Սա ինչի մասին է խոսում։ Ես վստահ կարող եմ ասել Նիկոլ Փաշինյանը եթե չեղավ, ընդամենը 5 րոպե հետո իրենք ամենակիչը կոնե մի կես կիլոմետր հետ կքաշեն իրենց զորք։ Ես դրանում վստահ եմ։ Դա ինձ հուշել է իմ կյանքի փորձս վերջի տարիներին տարբեր դրվագներում։
իրենց դուխը, այսպես ասած, իրենց կանգնելու միակ առհավատչան կայանում է նրանում, որ այստեղ կառավարության շենքում նստած է Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։